Ալիևը փորձում է ամրապնդել Թրիփի ապագան։ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից հանվում է Մոսկվայի 16.04.1921 թվականի եւ Կարսի 13.10.1921 թվականի պայմանագրերին հղումները։ Պայմանագրերը կնքվել են սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Նախիջևանի նոր սահմանադրության մեջ պետք է հղում կատարվի Ադրբեջանի անկախության վերականգնելու 30.08.1991 թվականի հռչակագրին, 18.10.1991 թվականի սահմանադրական ակտին եւ 1995 թվականի սահմանադրությանը։ Սրան զուգահեռ այսօր Ադրբեջանի падգամավորներից մեկի միջոցով տեղեկատվական արտահոսք տարածվեց, համաձայն որի հնարավոր է Հայաստանի հետ խաղաղության թուղթը վերջնական ստորագրվի մինչև հունիսին կայանալիք հայաստանյան ընտրությունները։ Եթե հայկական կողմը պարտավորվի ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից հեռացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին հղումները։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի նոյեմբերին Ալիևը արդեն իսկ տակ-տակ լուծարեց Նախիջևանի ինքնավար հանրապետության մաքսային ծառայությունը եւ այն դարձավ Ադրբեջանի մաքսային ծառայության ստորաբաժանում։ Հիմա հարց է առաջանում. երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ ստորագրվեց այդ չարաբաստիկ թուղթը, իսկ 2026 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո Թրիփի մասին ավելի շատ մանրամասներ բացահայտվեցին, Նախիջևանը ինչ կարգավիճակ ուներ։ Միջանցքը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև է, որն առաջացել է համաձայն ռուս-թուրքական պայմանագրերի, թե սա այն Նախիջևանն է, որն օդից Ադրբեջանի կազմ է ընկել 1991 թվականին, երբ լղիմը արդեն նորաստեղծ Ադրբեջանի կազմից դուրս էր եկել։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ոչնչացման ծրագիրը իրականացրեցիք։ Հիմա հերթը Նախիջևանի ինքնավար հանրապետության ոչնչացմանն է։ Ալիևը զգում է վտանգը։ Նախիջևանի ԻՀ-ն իր հոր սեփականությունը չէ։ Ռուսաստանը վաղ թե ուշ, նույնիսկ Թուրքիան իրեն հարմար պահին բարձրացնելու է Նախիջևանի հարցը։ Ալիևը զգում է վտանգը։ Փորձում է հայկական կողմի միջոցով այդ հարցն էլ լուծել։ Որոշ իդիոտներ կրկնում են այն թեզը, համաձայն որի եթե Թրիփ-Զանգեզուրի միջանցքը չտայինք, Ալիևը ուժով կվերցներ։ Դա անհնարին էր։ Կարող էին վերցնել Երևանը, բայց Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ ուղիղ ճանապարհի պատրվակով, նույնիսկ կես մետր հող Հայաստանի Հանրապետության տարածքից վերցնել չէին կարողանալու։ Եթե կարողանային, դա կարվեր 2020 թվականին, երբ պայմանավորված հանձնվում էր Ղարաբաղը։ Եթե կարողանային, դա կանեին հենց այսօր, օգտվելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից, իմանալով, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն կպաշտպանեն Ալիևի ռազմական գործողությունները։ Դա 2020 թվականից ավելի հարմար առիթ էր Իրանի վրա ճնշում գործադրելու համար, բայց այսօր էլ դա չի արվում։ Տեսեք, թե ինչ են առաջարկում խաղաղության թուղթը ստորագրելու դիմաց։ Կստորագրենք մինչև հունիս, եթե Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն ստանձնի իր սեփական սահմանադրությունը փոխել ընտրություններից հետո։ Այսինքն, կամ Նիկոլին կընտրեք, կամ էլ նոր ղեկավարի հետ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը կփոխեք։ Այսինքն, եթե սա նախապայման է, պետք է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չփոխելու դեպքում խաղաղության թղթից Ալիևը կհրաժարվի։ Հասկանում եք, չէ՞։ Ալիևը նույն ուլտիմատումը արդեն հնչեցրել է Թրիփի մասով, հայտնել է, որ սա Նիկոլը չի ստորագրել է Հայաստանի Հանրապետությունը, եւ ով էլ որ գա Նիկոլից հետո չի կարող հրաժարվել Թրիփի միջանցքից։ Օխլոզը դիսկոտեկա է քննարկում, գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Հայաստանը գլոբալ աշխարհակարգում։ Մեծ հաշվով ժամանակակից աշխարհում պայքարը այսպես կոչված դիկտատորական, կենտրոնաձիգ կառավարման եւ կորպորատիվ դեմոկրատական համակարգերի միջև է։ Չնայած այսօրվա աշխարհում երկուսն էլ միմյանց հետ կապված են բազմաթիվ թելերով։ Մի կողմում Արևմուտքն է, ԱՄՆ, ԵՄ եւ սատելիտներ։ Մյուս կողմում Չինաստան, Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, արաբական հարուստ միապետություններ։ Կան նաև Հնդկաստանի պես պետություններ, որտեղ դեռևս առկա են սոցիալական կաստաները, բայց իշխանությունը ֆորմալ առումով ձևավորվում է ընտրությունների միջոցով։ Կա Թուրքիա, որը նույնպես ներսից վերափոխվում է, քանզի դեմոկրատական Թուրքիա լինել չի կարող։ Նման Թուրքիան վաղ թե ուշ պետք է մասնատվի կամ դառնա թույլ վասալ։ Մեր մոտակա հարևաններն այս մեծ համաշխարհային process-ներում նախընտրել են գնալ դեպի դիկտատորական, կենտրոնաձիգ կառավարվող համակարգեր, նույնիսկ Վրաստանը։
Վրացիներն ի տարբերություն մեզ օժտված են հոտառությամբ, հասկացան, որ Սահակաշվիլու դեմոկրատիայով աշխարհից ստացել են առավելագույնը եւ իրոք քիչ չեն ստացել։ Դրանից հետո իրենց հաղթական ավարտը վերցրել եւ դուրս են եկել հին խաղերից։ ԱՄՆ մի կողմից, Եվրոմիությունը մյուս, վրացիներին ստիպում են վերադառնալ հին խաղերին, բայց ապարդյուն, վրացիները չեն ընկրկում, քանզի հասկանում են, որ վերադառնալով տանուլ են տալու իրենց բոլոր հաղթական ժետոնները։ Ադրբեջանն այս առումով խնդիր չունի, այդ երկրում ամուր, կենտրոնաձիգ կառավարման համակարգ է։ Կուզեք անվանեք դիկտատուրա, ինչ անուն ուզում եք տվեք, բայց այդ համակարգը ավելի ուժեղ է։ Իրանում կենտրոնաձիգ համակարգը լուրջ պայքար է ցուցադրում արևմուտքի ճնշումներին։ Ռուսաստանը ուկրաինական պատերազմից հետո նույնպես կառավարման առումով ուժեղացավ։ Կապիտալն այդ երկրում տոտալ վերահսկողության տակ է։ Պետության դեմ ոտնձգություն չի հանդուրժվում։ Հայաստանյան մոտակա ընտրություններին մնացել է 4 ամիս, սա շատ քիչ ժամանակ է։ Բայց այս պահին որևէ քաղաքական ուժ չի առաջարկում գաղափար, որը պետք է փրկի Հայաստանը։ Այո, խոսքը այսօրվա Հայաստանի ֆիզիկական, նաև բովանդակային փրկության մասին է։ Քանզի նախկին, մինչև 2020-ի Հայաստանը ֆիզիկապես այլ տեսք ուներ։ Եթե այն ժամանակ հայոց քաղաքական էլիտան մեծ խաղացողների առջև, որպես խաղաքար նետել էր Ադրբեջանի 7 շրջանները, հետո Ղարաբաղը, այսօր մեր էլիտան նախկին խաղը արդեն իսկ տանուլ տված, մեծ խաղացողների առաջ որպես խաղաքար, կազինոյի ժետոն նետել է Հայաստանի մարմնի մասը, Սյունիքը թրիփի անվան տակ։ Ավելորդ երազանքների տրվել պետք չէ, վիճակը հենց սա է։ Մնացած առումով 2020 թվականից առաջվա նախաթավշյա Հայաստանի եւ այս Հայաստանի միջև չկա ոչ մի տարբերություն։ Երկրի ներսում ամենաթողություն է, որը նախկինից տարբերվում է զուտ ձևական առումով։ Նախկին մռայլ դեմքերը խաշի շուրջ էին հավաքվում, ներկա ջահել եւ ուրախ դեմքերը դիսկո են ապարում։ Նախկինում պետական փողերը լափելու հայտնի ատկատը 10% էր, այժմ ավելի շատ պետական փող կա, ատկատները բազմաբնույթ են։ Ընտրություններից առաջ որևէ նոր ուժ չկա եւ լինել չի կարող, քանզի կապիտալը կենտրոնացած է նույն հին խմբերի ձեռքում, որոնցից մի մասը վերադասավորվել է արդի իշխանության կողքին, մյուսները ընդդիմության։ Առանց լուրջ ֆինանսական աջակցության քաղաքական պայքարում ոչ ոք շանս չունի։ Առանց փողի լայն զանգվածներին խաբելու միակ միջոցը սուտն ու պոպուլիզմն է, բայց այս նիշայում նույնպես անելիք չկա, գլխավոր պոպուլիստ ունենք։ Վերադառնանք մեծ աշխարհ։ Մեծ աշխարհում ցանկացած տեկտոնական բախում ավարտվում է նոր համաձայնությամբ, որով վերաբաշխվում են ազդեցության գոտիները։ Միջազգային սուբյեկտներին տրվում է համապատասխան դեր եւ ազդեցության գոտի։ Առայժմ ամեն ինչ ցույց է տալիս, որ ուկրաինական պատերազմի արդյունքներով եզրափակիչ վերաբաշխում սահմանել հնարավոր չէ։ Հակասություններն ավելի խորքային են։ Այսպես կոչված դիկտատորական համակարգը կոնսոլիդացվել եւ բավականին էֆեկտիվ հակազդեցություն է ցուցաբերում Էփշթեյնի գործում թաղված դեմոկրատական համակարգին, որը դարձել է անկառավարելի։ Կորպորացիաները դեմոկրատական համակարգերը ապրանքի պես առնում եւ ծախում են, ընտրությունները դարձել են ձևական թատրոն։ Բայց միևնույնն է, մեծ պայքարը ծավալվելու եւ շարունակվելու է այնքան, մինչեւ գա մեծ համաձայնության պահը։ Այդպես եղավ թե առաջին, թե երկրորդ աշխարհամարտից հետո։ Ինչ վիճակում է լինելու, ինչ կշիռ է ունենալու այդ պահին Հայաստանը։ Քանի որ անպատասխանատվությունը դարձել է մեր ազգային բնավորության խայտառակ գծերից մեկը, մենք ապագայի մասին մտածել չենք սիրում, ավելի ճիշտ չգիտենք մտածել, որովհետև դրա համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիքներ, քթածակ, կամք։ Այժմ մենք Հայաստանում դեմոկրատիա ենք խաղում, տհաճ եւ առնաշաղախ դեմոկրատիա։ Հնարավոր է գալիք փորձություններին այսպիսի համակարգով դիմակայել, պատասխանեք ինքներդ։ Կապիտալն ու իշխանությունը նույն խմբերի ձեռքում են, մամուլն ու քարոզչամիջոցներն իրենց ձեռքում են, չնայած ինչ մամուլ, համատարած բամբասանք է։ Մեր փողատերերը անցած տասնամյակներում նույնիսկ մեկ լուրջ լրատվամիջոց չկարողացան հիմնել։ Դիկտատորական Ադրբեջանի ռուսալեզու մամուլը կարդում եւ ապշում ես, թե ինչ ցածր մակարդակի վրա ենք նաեւ այդ առումով։ Դա էլ պարզ է, եթե երկրում ամեն ինչ քուչի մակարդակի վրա է, ում է հետաքրքիր գլոբալ աշխարհը, այդ մասին վերլուծությունները։ Ոչ դիկտատուրա ձևավորելու ներուժ ունենք, ոչ էլ այս խեղկատակ դեմոկրատիան է աշխատում։ Դիկտատուրան խոշոր կապիտալին ձեռնտու չէ, դիկտատուրան լուրջ պատասխանատվություն է։ Այդ իսկ պատճառով հայկական խոշոր կապիտալին ձեռնտու է Նիկոլը։ Ինչ ուզում է թողանի, միայն թե իրենց կապիտալի նկատմամբ ոտնձգություն չկատարի։ 2018-ից հետո այդպես է։ Նիկոլն էլ իր հերթին է զգում այդ սահմանը եւ խոշոր կապիտալի նկատմամբ լուրջ ոտնձգություն չի կատարում, չնայած կարող է։
Ինչ իմաստ ունի դաշտից հեռացնել բոլոր խոցելի փողատերերին եւ ստանձնել ողջ պատասխանատվությունը, թող լինեն, նրանցից վնաս չկա։ Որտեղ 7 շրջաններն ու Ղարաբաղը, այնտեղ էլ թրիփը։ Հայկական քաղաքական էլիտաները կսպասեն այնքան, մինչև տեղի ունենա նոր աշխարհակարգի փոփոխություն։ Այդպես եղավ 100 տարի առաջ։ Դաշնակները թույլ եւ քայքայված Հայաստանը առանց պայքարի հանձնեցին բոլշևիկներին եւ հեռացան։ Ինչ մնաց դրանից հետո, ինչ կմնա այս անգամ։ Ինչպես նշեցի, այժմ խաղասեղանին նետված է թրիփը եւ ցանկացած համաշխարհային կոնսենսուսի պարագայում այն ունենալու է իր տերը։ Կազինոյի ժետոնը խաղի ավարտից հետո երբեք խաղասեղանի վրա չի մնում։ Եթե թրիփով պրծնենք, էլի լավ է, գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։